Դուք մտածում եք, որ սա Էրդողանի ուղիղ հրամայականը չէ Փաշինյանին։ Ես ինձ թույլ չեմ տա այդպիսի բան ասեմ, ես չեմ ուզում որ դա այդպես լինի, եւ հետեւաբար թույլ չեմ տա այդպիսի բան ասեմ, որ Էրդողանը նման հանձնարարական կարա տա կամ այսպես կոչված պայման դնի եւ Նիկոլ Փաշինյանն հաշ լինի այդպիսի բանի հետ իրավիճակի։ Ցավոք սրտի շուտ ասած հանգամանքը որ կա ժամանակի ընթացքում որ եկավ այս մեր օրերը հասանք այս օրերին արդեն ինքը վերահասել ավտորիտար ղեկավարի բարեսբունի իմաստով եւ եթե ինքը հրապարակավ ասում է որ իր հրահանգով իր հորդորով Մասնագույն դատական խորհրդի նախագահ հրաժարական տվել, ապա սա ամենասարսափելի բանն է։ Եւ հիմա, երբ որ մենք ունենք ավտորիտար ղեկավար եւ բոլոր որոշումները կայացնում է ինքը, սա շատ վտանգավոր իրավիճակ է մեր պետականության համար, որովհետեւ սա ինչքան էլ ինքը ուժեղ մարդ լինի, միևնույն է ցանկացածել ունենք սխալվելու, այսպես կոչված զապաս։ Իր մեկ կամ երկու սխալը կլինի ճակատագրական Հայաստանի համար։ Ինքը կստորագրի այդ խաղաղության պայմանագրի հավելված կստորագրի փաստականների վերադարձի 300,000 եւ դրանով Հայաստանը կվերանա։ Դրա համար պարոն Ասլանյանը եւ ես նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթաց հիմքում ունենալով, որ պարոն Փաշինյանը իրեն սպառել է բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես, սոցիալապես, քաղաքականապես եւ պետք է հեռանա։ Պարոն Աղազարյան, իսկ դուք ինչու չեք միանում մյուս ընդդիմադիրներին եւ այդպիսով իմպիչմենտի գործընթացը որպեսզի սկսվեն եւ ի վերջո Փաշինյանին հեռացնեն իշխանությունից։ Մենք չենք միանում իրենց, որովհետեւ այդ մյուս ընդդիմադիրները արդեն իրենք պատմություն ունեն ապրած եւ իրանց օրոք բոլոր ընտրությունները կեղծվել են։ Իրանցից մի մասը ունեցել են ուղիղ մասնակցություն, մի մասը անուղղակի մասնակցություն, մի մասը հանդուրժող լռություն են ցուցաբերել, բայց բոլորը մասնակից են եղել այդ ամեն ինչին։ Հետևաբար մենք անվստահություն ունենք այդ իմաստով։ Մենք ինչ ենք ասում, Էդմոն Մարուկյանը լինում է վարչապետ 6 ամսով, 7 ամսով, ձեր ասած մարդուն նշանակում է փոխվարչապետ, ձեր ասած մյուս մարդուն նշանակում է մյուս փոխվարչապետ, ձեր ասած մարդուն նշանակում է ԱԱԾ-ի պետ 5-6 ամիս գնում ենք եւ գնում ենք 26 թվականի ընտրությունների։ Այդ ինչ վատ տարբերակ է, որ Էդմոն Մարուկյանը այդ դեպքում չի հասցնի ցանկանա Էդմոն Մարուկյանը երկրորդ Նիկոլն է, այո, Էդմոն Մարուկյանը երկրորդ Նիկոլն է, Հակոբ Ասլանյանը եւ Աղազարյան Հովիկն էլ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն են, բայց դրանից ինչ, եթե մենք ապահովում ենք 26 թվականի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը զրկվում է վարչական լծակներից եւ բոլորս գնում ենք արդար թափածիկ ընտրություններ ձևավորում ենք մեր նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմ իշխանությունը։ Պրինչիպ тут մենք պրոյեկտ ենք, թե պրոյեկտ չենք։ Ինչ ենք անում։ Էդմոն Մարուկյանը 6 ամսվա ընթացքում ինչ կանի, ինչ ուզուրպացնի իշխանությունը։ Եվ Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Սամվել Կարապետյանը լինելով հաջող բիզնեսմեն, մեծահարուստ, որը նաև օգուտ է մեր հայ ժողովրդին, որովհետև ինքը իր ողջ հարստությունը ձեռք է բերել Հայաստանից դուրս եւ հակառակ Հայաստանում ներդրումներ է կատարել։ Երևի իր շրջապատը կամ ինքը անկեղծորեն ուզեցել է մասնակցի քաղաքական որոշ գործընթացների։ Բայց այն հայտարարությունը, որ ինքն արեց, դա քաղաքականապես ոչ պատրաստված մարդու հայտարարություն էր, որը առիթ տվեց վարչապետին այս բան անելու, այս ուժային քայլը անելու նորից նպատակ ունենալով Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ գոյություն ունեցող, այսպես կոչված տարաձայնությունների անջրպետը խորացնելու